ասում մի անձնավորություն Լարա խաղը, չէ, որ լարի վրով գնում գալիս է, ասում այդպես քարանձավի վրա, ժայռերի վրա լարը կապում է, վրայով գալիս է, մարդիկ սա հիանում են, հետո հեծանիվով է գնում գալիս, հետո իր վրա մի հատ 50 կիլոնոց մեշոկ ավեկանում գնում գալիս, եւ հարց է տալիս. Հավատում եք, որ ես կարամ մարդ ձեզանից մեկին նստացնեմ իմ ուսերին տանեմ բերեմ։ Բոլորն ասում են այո, հավատում ենք։ Չէ, լուրջ հավատք է։ Ասում է դե ձեզանից ով կգա որ իրան տանեմ։ Ով կետա։ Ոչ մեկ։ Բոլորը հավատում են, բայց ոչ մեկ չի վստահում։ Դրա համար սիրելի քույրեր, եղբայրներ, քո հավատքը եթե չունի ապավինություն, եթե քո հավատքը չունի վստահություն, որ դու քո ձեռքը երկարացնես, եւ որ Հիսուս ասում է բռնի իմ ձեռքը, բռնես իր ձեռքը, քո հավատքը գործ չունի։ Մի երիտասարդի ասում են, գիտես, մենք այսօր ժայռի վրա շատ այդպես որ կարմիր գրքի մեջ գրված է արծվի բույն են գտե եւ ձվեր կա, ուզում ենք այդ մի քանի ձուն վերցնենք, 2 ձուն վերցնենք, տանենք, որ դրան նորից զարգացնենք, աճեցնենք, որովհետեւ վերջանում են, բայց այնպես ժայռի վրա այնպես տեղ է, որ մենք դժվար ենք իջնենք, բայց մի պատանու ասում են, գիտես, այդ կոմը որ ապրում է այդ գյուղերում, ասում է դու ես ժայռերին տեղյակ անձնավորություն ես, էլի, մենք արի քեզ պարանով կապենք, իջացնենք, ինչքան գումար ես ուզում, քո գումարը կտանք, միայն դու իջի այդ 2 ձուն վերցրա, մենք քեզ բարձրացնենք վերև։ Ասում է ես համաձայն եմ, բայց մի պայմանով։ Ասում է ինչ պայման։ Ասում է եթե վերևում պարանի ծայրը գա հայրս բռնի։ Սա ինչ է նշանակում։ Ինքը չգիտեր, որ այսրանց ձուն պետք է, այդ արծվի ձուն իրաց պետք է, չգիտեր։ Իրան փող էին տալի, չէ՞ դրա համար։ Ինքը հասկանում էր, որ իրանց արծվի ձուն պետք է, իրանք ամեն ինչ պյանեն, որ իրան բարձրացնեն, որովհետև այդ ձմերը պետք է բարձրացվի արծվի, որովհետև իրանց պետք է, իրանք դրա համար գումար են պատրաստ վճարեն, բայց վստահությունը, որ եթե հանգարց պրոբլեմ լինի, միայն մեկը կա, որ իրան չի թողի, դա իր հայրն է։ Սիրելի քույրեր, եղբայրներ, ես չգիտեմ բժիշկները ձեզ ինչ են խոստացել։ Ես չգիտեմ մարդիկ ձեզ ինչ են խոստացել։ Ես չգիտեմ որտեղից ինչ հույս եւ ապավինություն կա, բայց մեկ բան գիտեմ, եթե դու վստահությամբ չես վստահե, որ այո, վերջնակետը քո ապավինությունն ու վստահությունը Քրիստոսը պիտի լինի, ոչինչ մի սպասի նրանից։ Դու այն վերջնական կետը, քո ապավինությունը, որ պիտի հասկանաս, ով ինչ խոստացել է, ով ինչ ասել է, դա բարի է, բայց մի բան գիտեմ, որ եթե իմ հայրը իմ ձեռքը չբռնեց, եթե իմ հայրը ինձի ողորմություն չարեց, ոչ մի տեղից չի լինելու ողորմությունը։ Թող հավատքը հաստատվի քո փրկչի վրա, Հիսուս Քրիստոսի վրա։ Եկեք ասենք, փառք ես Հիսուս Քրիստոս, մենք քո նման հայր եւ Աստված ունենք։ Նա քո Աստվածն է, նա քո հայրն է, նա քո ապավենն է, նա քո զորությունն է, նա քո կյանքն է, նա քո ուրախությունն է, նա է քո ցնծության աղբյուրը։